Գումարած մեկ առանց փողկապի վերնագրով իր լուսանկարի մեկնաբանություններում անկաշկան սեռական հայհոյանք է գրել ՔՊԱ-ական շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը, բայց առերևույթ խուլիգանության համար դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Անընդունելի բառապաշար էր պարունակում, բայց ես այդպես էլ չտեսա որևէ դատապարտում, ես այդպես էլ չտեսա որևէ հետևանք։ Քննչական կոմիտեից Հայլուրին հայտնել են, որ պատշաճ հաղորդում չեն ստացել։ Ստանալու դեպքում կքննարկեն վարույթ նախաձեռնել չնախաձեռնելու հարցը։ Տեսնում ենք իրավապահ համակարգի երկակի մոտեցումը, եթե դա արվեր որևէ ընդդիմադիրի կողմից, ապա իրավապահները այս պահին արդեն իրենց տանը կիրականացնեին խուզարկություն եւ ընդդիմադիրը փռված կլիներ ասֆալտին։ Հակոբ Սիմիդյանը Ինչու է Փաշինյանի հետ քայլած շրջակա միջավայրի նախկին նախարարը փոշմանել ու որոշել մաքրել իր էջը այդ սեռական հայհոյանքից գրելուց րոպեներ հետո։ Չնայած այդ սկրինշոթերը արդեն տարածվել են կայքերում։ Իրենք իշխանության գալով իրենց բառապաշարով հասարակությանը հրահրել են խոսել նույն բառապաշարով։ Օրեր առաջ Գյումրեցի 73-ամյա մի տատիկի ստիպել են ջնջել Facebook-ում իր գրած մեկնաբանությունը Փաշինյանի մասին։ Գյումրիի մեր աղբյուրների տեղեկություններով հարևանները տարեց կնոջ նահ են տվել։ Եթե չջնջի, տարիքը հաշվի չեն առնի, կնստեցնեն։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը համարել է, որ ծերկինը Հայաստանի վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել։ Ստացվում է մի կողմից մարդիկ, ովքեր իշխանական չեն եւ ես իշխանության հետ կապ չունեն, ենթարկվում են հետապնդման, իսկ յուրայինները ազատ են անել ամեն ինչ, խոսել ամեն ինչի վերաբերյալ, եւ սա նաեւ արվում է հատկապես նրա համար, որպեսզի ընդհանուր մթնոլորտ ստեղծի, վախի մթնոլորտ ստեղծի, որպեսզի յուրաքանչյուրը գրաքննի իր խոսքերը, գրաքննի իր գործողությունները։ Հայհոյանքը քրեականացրած, հետո ապա քրեականացրած իշխանությունը հիմա ասֆալտին է փռում իրավապաշտպաններին, կալանավորում նրանց, որպեսզի մյուս փաստաբանները նույն ճակատագրին արժանանալու վախից խուսափեն զբաղվել իշխանության դեմ պայքարող մարդկանց գործերով, նկատում է Հայաստան խմբակցության падգամավորը։ Մենք իհարկե այսօր տեսնում ենք բանտարկված հոգևորականների, մենք տեսնում ենք զոհվածների ծնողների, մենք տեսնում ենք ազգային ժողովի падգամավորի եւ սրա ուղերձը մեկն է, որ որևէ սոցիալական խումբ երաշխավորված չէ եւ իրենք շատ հանգիստ կարող են կարել, ստեղծել, հորինել գործեր, որոնցով մարդիկ կհայտնվեն կալանավայրերում, բայց յուրայինները ոչ։ Որևէ պատասխանատվության չի ենթարկվել օրինակ ՔՊԱ-ական падգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Ձեր հետ լեզուները կկտրենք։ Հասկացաք բոլորը։ Նա խորհրդարանում սպառնացել էր կտրել ընդդիմադիրների լեզուներն ու ականջները։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։